Ես Իրինա Այվազյանն եմ, ինձ ճանաչում են որպես դերասանուհի։ Ոմայի հետ իմ կապը երևի գալիս է վերջին մի քանի տարիների ընթացքում, կապը հաստատվել է այդ ընթացքում։ Պատերազմից է երևի սկսել։ Իհարկե ես ոմայի մասին շատ վաղուց եմ իմացել, բայց ես էլ ինչպես շատ շատերը մի փոքր ավելի վերացական էի նայում այդ ամեն ինչին, մինչև ես չհայտնվեցի այդ իրավիճակում ու ոման շատ աչքիս առաջ էր այդ ընթացքում, որովհետև ես չէի կարողանում ինքս ոչ մի բան անել, բայց տեսնում էի, թե ոման ու ոմայի մարդիկ ինչքան շատ բան են անում առհասարակ, որ լավ լինի, որ պատրաստված լինեն մարդիկ, ինչքան կոչեր էին անում ու այդ ամեն ինչը սենց շատ սիրով էի մոտենում ես ոմային։ Հետո արդեն առնչվեցի ոմայի հետ նախագծի շրջանակներում, փորձեցի իմ մաքսիմալը անեմ, որ ես էլ դառնամ ուժեղ մարդ, որովհետև ես ինձ համարում եմ ոչ այդքան ուժեղ մարդ ամեն դեպքում լուրջ իրավիճակներում, ես ուժեղ չեմ, ես թույլ եմ ու այդ մի քանի օրերը, որ ես անցկացրեցի ոմայի հետ, ես հասկացա, որ ես ինչ-որ չափով փոխվեցի, ամեն դեպքում մտածելակերպս փոխվեց։ Օրինակ, երբ ես գալիս եմ ոմա, շատ հաճախ չի լինում, բայց գալիս եմ ու նկատում եմ ինչքան ջերմ են մարդիկ, ես ինքս որ գալիս եմ, ես ավելի քառապատիկ ավելի թույլ եմ ինձ զգում ու ես ուզում եմ անընդհատ մասնակցեմ ոմայի ցանկացած բանին, որովհետև ես դրանից շատ բաներ եմ ստանում, հենց տեսնելով մարդկանց, տեսնելով դասընթացները, պատրաստվածությունը, թե յուրաքանչյուրը ինչ մոտեցում է տալիս այդ ամեն ինչին, ինչ հոգի է դնում այդ ամեն ինչի մեջ, դա ուղղակի անգնահատելի է, էլի։ Ֆիլմը նայելու ընթացքում անկեղծ չեմ կարող նկարագրեմ, թե հուզմունքս ոնց էի կոկորտումս պահել, որովհետև նախ ես շատ էմոցիոնալ եմ, հետո ֆիլմն էր իմ համար շատ հուզիչ։ Ես ավելի շատ սենց կասեմ, ֆիլմը առաջին հայացքից որ նայում ես ոմայի մասին է ու ոմայի գործունեության մասին է, բայց եթե երկրորդ սենց ավելի խորը հայացքով նայես, ֆիլմը մի տեսակ սենց սիրո մասին է ու պետք չի դեռ շատ թռուցիկ նայել ֆիլմին, որովհետև թեկուզ ֆիլմը ոմայի մասին է, բայց դու նայում ես ու տեսնում ես, որ եթե դու պատրաստված ես ամեն ինչին, կյանքի ու մահի պայքարի այդ ընթացքում դու կիրառում ես քո բոլոր գիտելիքները, մնացածը արդեն թողնում ես ճակատագրին, այսինքն դու քո մաքսիմալը անում ես, ուզվում եմ էլի խոսալ, ես տենց եմ պրոստը կներ։ Մի հատ էսա նորից կասեմ այդ տեքստը, որ նենց չլինի, որ ես միշտ լացում եմ, էլի։ Ֆիլմը ցույց է տալիս, որ կյանքի ու մահի պայքարի ընթացքում մաքսիմալ պատրաստվածության դեպքում դու ամեն ինչ անում ես, քո մաքսիմալը անում ես, որ դու ողջ մնաս, մնացածը արդեն թողնում ես ճակատագրին ու կարծում եմ այդ ամեն ինչը ոչ միայն հենց պատերազմի մասին է, այլ կյանքի մասին է առհասարակ։